լինում է չի լինում, բայց մեծ անտառը լինում։ Ահա։ Այդ անտառի մեջը ամեկ-մեկի իր տեղը ունի։ Բայց մի հատ կենթանի ալում մկան նման։ Яра, մկան նման կենթանի է լինում, որ ոչ բան չի կարում ինքը անա։ Ինքը իր հավեսին սաղով ֆրֆրում է, էթուման դե կլուբնիկա ուտում, խնդորա ուտում, բան։ Իր հավեսին ապրում է ոչ մի բանի պիտանի չէ, բայց վիտոգի։ Բայց ինչու է վատ իր այդ ամեն ինչը, որ ինքը իրան չի կարում պաշտպանալ։ Դու աղվեսն է կալում, խեդը խաղում, բարձի պես քնում է վրեն, ծխում է փորը, քաշում է։ Դու ստորիկն է, երրորդ հարգից գցում վրեն, պոպոկը գլխին է գցում, գլուխը ցավում է այդ մեր անտեր կենթանու։ Այդ հենց տարիներ շարունակ։ Այդ անտեր կենթանին միշտ ֆրֆրում է, սաղոր, գալիս այդ ով կմնում է, տշում են, բան անում։ Երբ անգամ խաղալուց աղվեսը գալիս է այդ խաղում է, ոտը կոտորում է։ Աղվեսն է ոտը կոտորում։ Հա, աղվեսը շատ մագլի կենթանի է։ Դե կարող ես ոտի ֆրսում է, բանը կենթանը։ Աղվեսի ոտն է կոտորում, թե կենթան։ Այդ կենթանը, այդ անտեր կենթանը։ Անտեր։ Հա։ Բայց չմ անտեր։ Դեռ ոչ մեկին պետք չէր ինքը։ Այ։ Հերչը։ Ոտը ցած ֆրկցրեց, մեկ էլ հոբ ճտած եկավ, ոտը ջարդավ։ Հա։ Ոտը ջարդելուց հետո այս անտեր կենթանին շատ վրտոկվեց։ Վրթովեց։ Վրտովեց։ Հա։ Ու գնաց, իր բունը մտնի, բունն ինչ բուն է, բայց փոքր է, ցակ։ Ինքը փոքր էր։ Հա։ Գնաց մտավ իր բունը, խոտերը լցեց վրեն, որ ոչ մեկ իրան չգտնի։ Ու լացելով քնեց այդ մեր կենթանին։ Կենթանին քնելուց հետո երաս տեսավ այդ անտեր կենթանին։ Մի ասա անտեր։ Ինքը անտեր էր։ Նպա չմ անտեր։ Որտեվ իր անունը անտեր կենթանի է։ Այ կարի։ Անտեր կենթանի։ Այդ անտեր կենթանին քնեց, լացելով արտունի աչքերին։ Մեկ էլ Կարի երաս կաշկա։ տեսավ։ Կաշկա որ տեղավորվի։ Երաս տեսավ այդ անտեր կենթանին։ Երազի մեջ ինքը պարկած էր և միամիտ մեջքից սուր ասեղներ աճեց։ Աճեց։ Աճավ, Աճավ։ աճեց, Աճեց։ աճավ։ Այդ սուր ասեղները իրան շատ էին օգնում։ Կախետակը մի հատ է բարձր, չես երևում։ Շատ էին օգնում այդ անտեր ասեղները։ Երազա տենում, որ սյուրը կել չի կարող իր գլխին բան կցի, պոպոկ։ Հնգնում է, ոչ զգում է, ոչ էլ։ Աղմս էլ մոտիկ չի գալի դաժը, որովհետև ձեռները սաղ արունոտում է, որ ձերա տալ այդ անտեր կենթանում։ Ու ասում է այս անտեր կենթանին, երազի մեջը, ես դարձա ոզնի, ու այդ հենց ոզնի է դարում այդ անտեր կենթանին։ Երազը պրդնում է այս անտեր կենթանին, զարդնում է թափով մեկ էլ տենում է, որ ինքը արդեր անտեր չէ, ինքը ոզնի է, իսկականից դարձ է։ Ու ուզում ալինի բնից դուրս չի կարում, այդ ասեղները խանգարում են։ Բայց մի կերպ, երկու օրվա ընթացքում այդ մեծացնում այդ փոսը այնքան փոքր էր, որ հազիվ մեծացել էր այդ փոսը ձեռներով։ Ալնում ար դուրս, աղվեսը թե իրան սպասելուց ալնում։ Աղվեսը։ Հա։ Ուզում է բռնա էլի տանջա այդ խեղճ կենթանում։ Ուզում է մյուս ոտներ ջարդի։ Արա մեկ էլ տենում է այս անտեր կենթանին դարձել է ոզնի։ Սրազը ջոկ է, աղվեսը խիտրի կենթանի է։ Տեսավ, ձերը ուզում էր վերցնել, մտածում էր չաղացել է պրոստը։ Ուզում էր վերցնել տիներ, որ ձերները ծակում է, արուն է գալիս։ Ու այս ոզնին ուրախացած, գնաց առաջ։ Այս անգամ էլ սկյուրիկը տեսավ, որ չաղացել է, ասում է պոպոկի տեղը, խնդոր գցեմ գլխին, այդ ինչ կլինի։ Գցեց այդ խնդորը, հենգավ ուղիղ մեջքին ասեղները, չքվեց ասեղների վրա և 100 կետ տեսակ ելավ։ 100 տեսակ։ 100 կտոր ելավ։ 100 կտոր ելավ։ Այդ ուրախացած ոզները ասեց ջան, ուտելիք էլ եկավ։ Ամաղվեսը ձեր չտվեց, համել ուտելիք ճարեց։ Խնդորը սաղկերավ մի անգամից ու գնաց առաջ։ Եվ երջանիկ ապրեց 1500 միլիոն տարի։ Այդպես էլ և աղվեսը Եքիաթը վերջացավ։ երկնքից երեք հատ խնձոր իջավ։ Եքիաթը վերջացավ,
աղվեսը դարձավ երջանիկ ու համարյա թե ոչ մեկ չէին կարող իրան արդեն ձեռ տային, որովհետև ինքը շատ փշոտ էր։ Всё։ Երկնքից 3 հատ խնձոր իջավ, մեկը ասողին, մեկը լսողին, մեկն էլ ասի քյատը գրողին։ Դա Չէ,